Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Պատերազմի ավարտից 5 տարի անց եռաբլուրում սգում են ու պատասխան փնտրում իրենց ցավին։ Բաքվում ռազմական շքերթ է։ Հիմնական պատճառը ռազմական գործողությունների 7 ժամանոց հարցազրույց և 10 ֆեյսբուքյան ստատուս։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռակավեճը նաև 44-օրյա պատերազմի և պարտության պատճառների մասին է։ Ինչ էր պետք անել կանխելու աղետը։ Դա իմ սխալն է, որ ես դա չեմ անել։ Ռուսականից հետո Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել նաև ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Հացահատիկով բեռնված գնացքն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։ Դատարանը չի կալանավորել էկոնոմիկայի նախկին նախարարին և նույն գործով անցնող մյուս 8 հոգուն։ Քերոբյանը այս անգամ անցնում է շուրջ 17 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ կոռուպցիոն գործով, մեղադրանքը չի ընդունում։ Ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները հաջորդ տարի չեն ենթարկվի Միացյալ Նահանգների պատժամիջոցներին։ Սպիտակ տան պաշտոնյան է այս մասին հայտնել Թրամփ-Օրբան բանակցություններից հետո։ Կասկադի անավարտ հիմքերը կքանդվեն, ճարտարապետներն անհանգիստ են, պնդում են առաջարկվող նախագիծը թամանյանական Երևանի հետ կապ չունի։ Այդտեղ շատ զգուշ է պետք լինել։ 7 ժամանոց հարցազրույց և 10 ֆեյսբուքյան պատասխան մեկնաբանություն։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գիշերային ծավալուն հարցազրույցին այսօր վաղ առավոտյան շտապել է պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեմաները շատ էին, բայց 44-օրյա պատերազմի պատճառների և հետևանքների մասին նախընտրեց Փաշինյանը նախ արձագանքել Սարգսյանին։ Ինչու սկսվեց արյունալի պատերազմը և արդյոք հնարավոր էր խուսափել դրանից։ Հիմնական պատճառը ռազմական գործողությունների մեկը չի, մի քանիսն են։ Ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար։ Դրա համար հարկավոր էր մի բան։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 7 ժամանոց գիշերային հարցազրույցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց վաղորդյան 10 ստատուսով։ Իմնեմնի մի փոդքասթը սկսվել էր գիշերը ժամը 10-ին և ավարտվել վաղ առավոտյան ժամը 5-ին։ Փաշինյանի առաջին ստատուսը հարցազրույցի ավարտից 1 ժամ անց էր, առավոտյան 6:21-ին։ Հաշվի առնելով այս արագ արձագանքը, կարելի է եզրակացնել, որ վարչապետը գիշերը հետևել էր երրորդ նախագահի հարցազրույցին։ Ու թեև Սերժ Սարգսյանը անդրադարձել էր ամենատարբեր հարցերի, նոր մանրամասներ ներկայացնելով նաև 2018-ի հեղափոխության և իր հրաժարականի մասին, սակայն դատելով սուր արձագանքներից Փաշինյանին առավելապես զայրացրել էին Սերժ Սարգսյանի պնդումներն ու դիտարկումները 44-օրյա պատերազմի պարտության և 2019-ի բանակցային գործընթացի վերաբերյալ։ Եվ այսպես, ինչու եղավ 44-օրյա պատերազմը և արդյոք հնարավոր էր խուսափել դրանից։ Առաջին իհարկե բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը։ Երրորդ նախագահի համոզմամբ բանակցություններից հրաժարվելուց բացի Փաշինյանը նաև արեց այնպիսի գործողություններ, որոնք Ադրբեջանին հնարավորություն տվեցին արդարացնելու պատերազմ սկսելու իր նախաձեռնությունը։ Սարգսյանը նկատի ուներ 2020-ի Տավուշի մարտերը։ Հուլիսին ադրբեջանական կողմի հարձակումը ետ մղելուց հետո Փաշինյանը Սարդարապատում տասնյակ զինծառայողների պարգևատրեց, հայտարարելով, թե իջիկ դարձրեցին Բաքվի այն պնդումները, թե Ադրբեջանի բանակը 24 ժամում կարող է լուծել Ղարաբաղի հարցը։ Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը, ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ։ Մենք տեսանք Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին և պատճառներից մեկն էլ դա էր, արդարացիչ պատճառներից մեկը դա էր, Ադրբեջանի համար նկատի ունեմ։ Բանակցություններից հրաժարվելով և Ադրբեջանին իր քայլերով գրգռելուց բացի, Սերժ Սարգսյանի համոզմամբ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու երրորդ հանգամանքն էլ կար՝ հայկական բանակի թուլացումը։ 2018-ի կեսերից սկսած նաև 2019-ին Սարգսյանի խոսքով զինված ուժերում արդեն իսկ նկատելի էին խնդիրներ։
ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Այս երեք պատճառներով է, որ սկսվեցին ռազմական գործողությունները, որ սկսվեց պատերազմը։ Ըստ էության, չընդունելով 44-օրյա պատերազմի պատճառների շուրջ Սերժ Սարգսյանի մատնանշած 3 հիմնական հանգամանքները եւ ռազմական գործողություններից խուսափելու հնարավորությունը, վարչապետ Փաշինյանը Facebook-յան իր էջում հակադարձել է երրորդ նախագահին, նշելով, որ 44-օրյա պատերազմը կանխելու համար պետք էր մեկ բան, ընդունել, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ ինչպես վարչապետն է ձևակերպել, Ղարաբաղի հարցի կարգավորման Հայաստանի պատկերացրած լեգիտիմությունը պետք էր համապատասխանեցնել խնդրի կարգավորման միջազգային լեգիտիմությանը, իսկ դա գործնականում անելը անհնար էր, քանի որ 90-ականների սկզբից այդ պատկերացումները իրարից հեռացել էին։ Եվ այդ պատկերացումները համապատասխանեցնելը, եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել։ Սերժ Սարգսյանը մինչդեռ կարծում է, որ Փաշինյանը նախ չի տիրապետել բանակցային գործընթացին, քանի որ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե դրանք ուր են տանում կողմերին։ Արդեն ավելի ուշ Սարգսյանը չի բացառում, որ Փաշինյանը 2018-ի աշնանը Դուշանբեում Ալիևի հետ ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում հրաժարվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման 3 կարևորագույն սկզբունքներից՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի բացառման մասին։ Առաջ եկավ այսպես կոչված արդարության սկզբունքը։ Ինձ թույլ եմ տվել ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ այո, պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ինձ համար դա շատ մեծ, այսպես ազդակ էր, սիգնալ էր, որ վտանգը մոտենում է։ Շատ պարզ պատճառով, որտեղ այն սկզբունքները, որ կային, միջազգայինորեն ճանաչված սկզբունքներ էին։ Իսկ արդարության սկզբունքը շատ հարաբերական հասկացողություն է։ Մեզ համար դա կարող էր արդար լինել, մյուս կողմի համար անարդար եւ հակառակը։ Այսինքն այդտեղ վիճելու այնքան տեղ կա եւ կարծում եմ դա արվել է Ադրբեջանի խնդրանքով, Ադրբեջանի պահանջով, որովհետև նախկինում միշտ այդպիսի փորձեր եղել են։ Բայց այստեղ երևի ինչ որ առևտուր էր կայացել, այո, մենք այդ սրան կհամաձայնենք, դու էլ մի կրակի սահմանի վրա։ Սերժ Սարգսյանն իր ծավալուն հարցազրույցում նաև առանձին անդրադարձ կատարեց 2019-ի Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացին, մասնավորապես, որ այդ ժամանակ բանակցային սեղանին փաստաթուղթ կար, բայց Փաշինյանը տևական ժամանակ դա թաքցնում էր, ըստ Սարգսյանի գաղտնի պահելով նաև Ղարաբաղի իշխանություններից։ Որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները նոր առաջարկ են տվել, նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր։ Մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Ես օրինակ Արցախի հանրապետության ղեկավարությանը ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ եւ խնդրում եմ գնացեք այդ կառավարիչի մոտ եւ ասեք թող ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը։ Իրանք էլ տեղեկություն այդ պայծրությամբ ոչ, բացարձակապես ոչ, եւ իրանք զարմացան, ասեցին, ոնց կարող է փաստաթուղթ լինել ու մենք չեմյակ չլինեինք։ Մեր մասին ու առանց մեզ փաստացի։ Այո։
Այն, որ 2019-ին համանախագահները կարգավորման առաջարկ են ներկայացրել Հայաստանի վարչապետին, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց այս տարվա փետրվարին խորհրդարանում, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։ Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Բանակցությունների սեղանին միշտ թուղթ ա եղել, տենց բան չի եղել, տենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի։ Միշտ ինչ որ թուղթ դրած ա եղել։ Չնայած ընդդիմության պարբերական կոչերին հրապարակել 2019 թվականի հունիսին բանակցային սեղանին դրված, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը վերաբերող մյուս բոլոր պաշտոնական առաջարկները, Փաշինյանը շարունակ պնդում էր, թե դրանք ցաքուցրիվ են եւ դեռ պետք է իմի բերվեն։ Մի հատը Սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցաների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի ստատուսից պարզ դարձավ, որ փաստաթղթերը գրեթե պատրաստ են, սկանավորման փուլում են։ Հեչ չնեղվես, բանակցային պատմության առանցքային թղթերը ներառյալ 2019 թվականի դասավորել եմ, հիմա սկան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր, նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում, որ զարթնես Տեր-Պետրոսյան Լևոնին ու Քոչարյան Ռոբերտին էլ խաբար արա։ Մինչ Փաշինյանը կսկանավորի 2019-ի բանակցային փաստաթղթերը եւ կուղարկի, Սերժ Սարգսյանը հարցազրույցում հայտարարեց, մոտ 8 ամիս առաջ տեսել է դրանք եւ համանախագահների առաջարկները լիովին քննարկելի էին հայկական կողմի համար։ Այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել, որովհետեւ այնտեղ պահպանված էին խնդրի կարգավորման 3 հայտնի սկզբունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքի մասին։ Մի տարբերությամբ, որ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության մասին դրույթը հիշատակվում էր ոչ թե որպես առանձին կետ, այլ փաստաթղթի նախաբանում։ Թե ինչու ինքը իրան գժի տեղ դրեց, այդ իր խոսքերն է, իմ խոսքերը չեն, կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը։ Իսկ առանց փոխզիջումների անհնար էր այդ խնդիրը լուծել։ Եթե մեկի ժողովրդական լեզվով ասեմ, ինքը իրեն բերել էր ոչ մի թիզականի տեղել է։ Իսկ ոչ մի թիզականությունը կորցարար։ Վաղը կլրանա մոտ 4000 մարդու կյանք խլած պատերազմի 5-րդ տարելիցը։ Եռաբլուրում այսօր էլ սգացող հարազատներն էին, որոնք 5 տարի շարունակ փորձում են հասկանալ, ինչ տեղի ունեցավ, ով պետք է պատասխան տա իրենց ողբերգության համար։ Ցավապրողը ինքը չի, եսը։ Ես ոնց ներեմ, ոնց ես խաղաղության այդ պայքարի մեջ թեկուզ մտովի մտնեմ, երբ որ ես գիտեմ, որ ինքը ոչ մի հատ իմ որդու, այ չկա տենց արցախցի, որ ում տան լույսը մարած չլինի։ Այսքան էսա մի մեծ արդեն գարադո կա դարել, այսքանը ձեր կարծիքով քիչ է։ Եռաբլուրում շիրմաքարերից ժպտում են պատերազմի զոհերը, լուր պատմում իրենց կարճ կյանքի վերջին օրերի մասին։ Մարտական գործողությունները սկսվել է, Տիգրանը մենակ մնացել է դիրքում, 812 դիրքում, միջև վերջ մենակով կռվել է, բոլոր դիրքի տղաները լքել են, դուրս են եկել, ինքը մնացել է մենակ այնտեղ միջև վերջ պայքարելով։ Ադելինա Ավետիսյանն այսօր դժվարությամբ էր հասել Եռաբլուր, որտուց հետո առողջությունն այն չէ, լուրջ խնդիրներ է հաղթահարում, Ադրբեջանի հետ խաղաղությանը որդեկորից մայրը չի հավատում, այս պայմանով հարցնում է։ Նայեք, իրանք ասում են խաղաղություն չէ, բայց չէ որ իրանք պղծում են մեր տղաների նկարների տակ անգամ մեր սոցիալական էջերը, երբ որ մենք դնում ենք հիշատակի օր կամ թեկուս նկար որդու հետ, կամ շիրիմը դնում ենք, ինչքան կեղտոտ, ինչքան վատ բաներ են, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Տիգրան Ավետիսյանը փրկվել էր 44-օրյա պատերազմում, վիրավորվել էր, բայց հաղթահարել խնդիրներն ու նորից առանց ծնողներին տեղյակ պահելու պայմանագիր կնքել բանակի հետ։ Նրան հետ չէր կարողացել պահել անգամ ընտրյալն ու կյանքի գլխավոր երազանքը։ Տիգրանը 2023 թվականին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ է զոհվել։ Ամուսնանար 4 երեխա ունենար։ Դա իր առաջի երազանքն է եղել։ Ինքը ուզում էր շուտ եւ շուտ, он всегда спешил жить։ Ինքը շտապում էր։ Առանց Արցախ չէր կարող ապրել, ասում է մայրը։ Այդ շրջանը համընկել էր Արցախի շրջափակման հետ։ Մայրը Հայաստանում էր, որդին Արցախում։ Մարտական դիրքում էր, երբ հակառակորդը հարձակվել էր։ Թիկունքից էին խփել։ Ինքը իր դիրքում պարկած գրկախառնված իր այդ զենքի հետ, բեկայի հետ, գրկախառնված պարկած իր դեմքը
ամբողջովին ոչ մի հատ գիծ, բիծ, ոչ մի վնասվածք չի եղել բացարձակ։ Իր մոտ մեջքից ա եղել խփած։ Վարվռուն աչքերով Գեղեցկադեմ Տիգրանի շիրմաքարից քիչ այն կողմ լուրջ հայացքով ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն է հուղարկավորված։ Զոհվեց 44-օրյա պատերազմի մեկնարկի հենց հաջորդ օրը, ընդամենը 26 տարեկան էր։ Ու շատ անծանոթ մարդիկ մեզ են մոտենում ու պատմեն, որ այդ մեկ օրվա ընթացքում հասցրել է ինչ-որ բժշկական օգնություններ տրամադրել տարբեր զինծառայողներին, որովհետև վիրավորները դե այդ առաջին օրերին շատ։ Ընդամենը 20 օրվա ծառայող բժիշկ եղբայրը զոհվել է Քարվաճառում, զինվորների կյանքը փրկելիս, պատմում է եղբայրը Գուրգենը։ Մարտական դիրքեր բարձրանալիս վիրավորներ իջեցնելու նպատակով իրենք բարձրանալիս են եղել ու ճանապարհին հայկական համազգեստով դիվերսանտներ են եղել, ինքը մեքենայից իջել է Քարվաճառում։ Ինչ գնով է խաղաղությունը։ Դրա հաստատման մասին իշխանության վերջին հայտարարություններին է անդրադառնում Գուրգենը։ Խաղաղություն կարող է լինել, երբ երկու կողմերը պատրաստում են իրենց հասարակություններին, ասում է, բայց մեր գերիները դեռ այնտեղ են, Բաքվից հնչում են ոչ խաղաղասիրական հայտարարություններ։ Անկամ այդ ասում եմ ես մարդ, որ այդ պատկերացրեք թշնամանքի այդ չափաբաժինը, որ զգում եմ, բայց պետք է հասկանալ, թե դա ինչ գնով պիտի լինի։ Ու արդյոք այս պահին, այս բանակցային ինչ-որ պրոցեսին լիարժեք չեմ տիրապետում, երևի թե լիարժեք չի էլ հրապարակվում, էլի, վերջին 5-6 տարիներին պրոցեսը, հետևաբար գնահատական լիարժեք տալ չեմ կարող, բայց ես չունեմ այդ հավատը, որ կլինի այդ խաղաղությունը։ Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հաստատակամ է, խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը հաղթի։ Ամեն ինչ դեռ առջևում է, ճակատամարտերն են պարտված, վերջին, բայց պատերազմը դեռ ավարտված չէ եւ ինչպես Մոնթեներն ասում, այս պատերազմը պիտի պարտադիր մեր հաղթանակով ավարտվի, հակառակ դեպքում այն հարատևելու է։ Անհնար է այս տարածաշրջանում խաղաղություն, եթե այդ խաղաղությունը հայի հաղթանակով չի եղել։ Կարին Տոնոյանը վարդերով է շրջապատել որդու շիրմաքարը, չի ընդգրկում այս դժվար պայքարում, հավատում է, որ մի օր կորցրած Արցախը հետ կգա։ Հողի կորուստը ամենամեծ կորուստն է։ Ի վերջո մարդիկ ծնվում են, մեռնում, սերունդերը գալիս են գնում, հավերժը հողը, եւ վերջում մենք բոլորս հող ենք դառնում, եւ այսօր այդ հողը մեր զավակների միսն ու արյունն է։ Այսօր Բաքվի Ազատլիկ հրապարակում ռազմական շքերթ էր անցկացվում, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մոհամմադ Շեհբազ Շարիֆը։ Ադրբեջանում նոյեմբերի 8-ը նշվում է որպես 2020 թվականի աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում 44-օրյա հաղթանակի օր։ Էրդողանն ու Շարիֆը այսօր գովեստի խոսքեր են շռայլել Ադրբեջանի եւ նրա առաջնորդի հասցեին։ Ադրբեջանական բանակի սպառազինություններից բացի Բաքվի երկնքում սավառնել են նաեւ թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչները։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել նաև ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Կառավարության փոխանցմամբ հացահատիկով բեռնված գնացքն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը ընդգծել է, որ սա հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված խաղաղության համատեքստում՝ ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի։ 2 օր առաջ Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ռուսական ցորենի առաջին ներմուծումը վարչապետ Փաշինյանը մեծ իրադարձություն էր համարել։ Շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, թե Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել էր, որ Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։ Շաբաթվա սկզբին ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց 3։ Առաքելական եկեղեցու բարձրագույն մարմինը վերստին կոչ է արել իրապահ մարմիններին հանուն արդարության դադարեցնել ապօրինի քրեական վարույթները եւ ազատ արձակել ազատազրկված հոգևորականների եւ քաղաքացիական անձանց։
Մայրաթորի տարածած հաղորդագրությունում նշվում է, Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները։ Արձանագրվեց նաև, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները եւ խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա եւ հակասում են արդար դատաքննության իրավունքի եւ անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին, մեջբերման ավարտը։ Հայաստանի վարչապետը պնդում է, թե իր կողմից առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, ինքը որպես ջերմեռանդ հավատացյալ է արդեն 5 ամսից ավելի պահանջում գահընկեց անել կաթողիկոսին, որը Փաշինյանի պնդմամբ խախտել է կուսակրոնության ուխտը։ Իսկ երեկ հրապարակվեց միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի եւ գործարարի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի ծավալուն հարցազրույցը ամերիկացի հայտնի հաղորդավար Թակեր Կարլսոնին։ Ավելի քան 1 ժամ ընթացող զրույցի առանցքային թեմաները իշխանություն եկեղեցի առճակատումներ եւ Սամվել Կարապետյանի բանտարկությունը։ Նա հիշեցնեմ, իրավապահների թիրախում հայտնվեց հայ առաքելական եկեղեցուն իշխանության քննադատությունից պաշտպանելուց հետո։ Կարապետյանի համար ճակատագրական դարձած մեր ձևով կանենք արտահայտությանը սուր էր արձագանքել վարչապետ Փաշինյանը։ Ժամեր անց արդեն Կարապետյանը մեղադրյալի կարգավիճակում էր։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը գործարարի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ծավալուն հարցազրույց են տվել ամերիկացի պահպանողական հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին։ Քրիստոնեության դեմ համաշխարհային պատերազմը ել ավելի է սրվել վերնագրով մոտ 1.5 ժամանոց հարցազրույցում նրանք պատմում են Հայաստանում եկեղեցու դեմ իշխանությունների արշավի եւ եկեղեցուն աջակցելու համար արդեն գրեթե 5 ամիս ճաղերի հետևում գտնվող Սամվել Կարապետյանի կալանավորման մասին։ Նարեկ Կարապետյանը, որը հորեղբոր բանտարկությունից հետո ստեղծված մեր ձևով շարժման համակարգող խորհրդի նախագահն է, նախ անդրադառնում է հայոց ցեղասպանությանը, նշում, որ 1.5 միլիոն հայերն այն ժամանակ կոտորվեցին, քանզի հրաժարվեցին ընդունել իսլամ։ Ապա նշում է, որ Արցախի երկրորդ պատերազմից հետո Հայաստանի վարչապետը որոշել է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Բոլորն են կողմ խաղաղությանը, սակայն Կարապետյանի պնդմամբ Ադրբեջանն ու Թուրքիան դրա դիմաց պահանջում են մոռանալ պատմությունը, ցեղասպանությունը ու փոխել եկեղեցու ղեկավարությունն ու դրա խոսույթը։ Եվ 6 ամիս առաջ վարչապետը սկսեց եկեղեցու եւ նրա ղեկավարի դեմ հարձակումները։ Ցանկանում է գահընկեց անել նրան եւ փոխել 1700-ամյա եկեղեցու կառուցվածքը, վերահսկողության տակ վերցնելով եկեղեցին։ Կարապետյանը նշում է, որ հանրությունը ցնցված է եկեղեցու դեմ իշխանության արշավից, քանզի նախկինում նման բան չէր եղել, նույնիսկ Օսմանյան կայսրության շրջանում։ Ըստ նրա շատերն են դեմ դրան, սակայն լռում են, վախենալով ճնշումներից։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, սակայն վարչապետն աստիճանաբար վերածվում է բռնապետի, իսկ պատճառը Փաշինյանի նվազող վարկանիշն է, պնդում է նա։ Նարեկ Կարապետյանը հայտնում է, որ այս արշավի շրջանակում 3 arczepiskopos է բանտարկվել։ Նաև իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող իր հորեղբայր Սամվել Կարապետյանը, որն աջակցություն է հայտնել եկեղեցուն, ասելով, որ մեջբերում եմ, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով։ Նա պատմում է, որ քննիչները ժամեր շարունակ քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում մեղադրանք առաջադրելու համար, քանզի ըստ նրա նման հոդված նախատեսված չէ այդ հայտարարության համար։ Ես հիշում եմ, քննիչը մտավ սենյակ եւ բացականչեց։ Ես գտա մի հոդված, իսկ մյուսը ասաց. «Ոչ, դա չի աշխատի»։ Եվ 7 ժամ հետո նրանք գտան մի հոդված եւ մեղադրանք առաջադրեցին։ Թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ այլնի մասին։ There were no any word about no prime minister and no anything. Ըստ նրա Սամվել Կարապետյանն ու կալանավորված հոգևորականները խիզախ մարդիկ են, քանզի դեմ են գնացել իշխանությանը, սակայն նրանք կարող են ազատ արձակվել թեկուզև վաղը, եթե հայտարարեն, որ չեն սատարում եկեղեցուն։ Իշխանությունները նաև ցանկանում են խլել Հայաստանում Կարապետյանի բիզնեսը, սակայն այդ դեպքում էլ նա մտադիր չէ հրաժարվել եկեղեցուն աջակցելուց, ասել է նա։ Կառավարությունը մտադիր է պետականացնել Տաշիր գրուպին պատկանող Հայաստանի էլցանցերը եւ դրան միտված որոշ քայլեր արդեն արվել են։ Samuel Karapetyan Սամվել Կարապետյանը կարող է ազատ արձակվել, զբաղվել իր բիզնեսով, սակայն չի գնում դրան, հանուն իր կրոնի, քանի որ կրոնն ու հավատքը կարևոր են։ Ինչպես առաջին քրիստոնյաները, որոնք ճնշումների էին ենթարկվում, բայց պայքարում իրենց կրոնի համար։ Նույն վիճակում է հիմա նաև Սամվել Կարապետյանը։ And this is the case Samuel Karapetyan faces now.
Գործարարի փաստաբանն իր հերթին ասել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կորցրել է հավատքի իմաստը եւ կրոնը որպես գործիք է կիրառում արտաքին քաղաքականությունում, եւ ԱՄՆ կառավարությունն է որոշում, թե որ քրիստոնյաներին աջակցել, որոնց ոչ։ Եվ հիմա ըստ նրա ամերիկացի քրիստոնյաները գովաբանում են Փաշինյանին, որը փորձում է պառակտել եկեղեցին, մասնակցելով կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին, հայտարարելով, որ պետք է փոխի կաթողիկոսին։ A man who calls clerics prostitutes. A man who uses language that Մարդ, որը հոգևորականներին մարմնավաճառներ է անվանում, օգտագործում է բառամթերք, որը ես այս տարիքի մարդ երբեք չեմ լսել, որ որևէ ղեկավար օգտագործի եկեղեցու առաջնորդների մասին։ Եվ Միացյալ Նահանգների կառավարությունը թույլ է տալիս, որ սա շարունակվի։ The US government allows this to go on. Փաստաբանը նաև ասել է, որ ԱՄՆ վարչակազմը մեծ ճնշում է գործադրել, որ խաղաղություն հաստատվի, սակայն հայերը հսկայական գին են վճարում դրա համար։ Ոչնչացվում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, 120,000 արցախցիներ էթնիկ զտման են ենթարկվել, 23 հայեր դեռ Բաքվի բանտերում են, եւ ոչ ոք չի մտածում այդ մասին։ Ըստ Ամստերդամի ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է Հայաստանն ունենալ վարչապետ, որը որպես հայ կարծես հրաժարվում է սեփական պատմությունից, Արարատ լեռան պատկերը հանում է կնիկներից, չի խոսում ցեղասպանության մասին, արշավ է սկսել եկեղեցու դեմ եւ մտադիր է գահանկեցանել եւ նորին նշանակել։ Well, of course he doesn't understand what an apostolic church is. Անշուշտ, նա չի հասկանում, թե ինչ է առաքելական եկեղեցին։ Առաքելական եկեղեցի լինելու համար պետք է կապ ունենալ առաջին առաքյալների հետ, ինչը նշանակում է, որ կաթողիկոսի ընտրությունը պետք է սրբացվի եպիսկոպոսների ու եկեղեցու առաջնորդների կողմից, ոչ թե քաղաքական գործիչների։ Նա զարմանալիորեն անտեղյակ է իր իսկ կրոնից։ Shockingly ignorant of his own religion. Ավելի քան 5 ամիս կաթողիկոսի ու այլ բարձրաստիճան հոգևորականների հեռացումը պահանջող Փաշինյանը պնդում է, թե նրանք տեղ չունեն հայ առաքելական եկեղեցում, քանի որ խախտել են կուսակրոնության ուխտը։ Այլ մեղադրանքներ, օրինակ գործակալ լինելու մասին եւս հնչել են։ Փաշինյանը սակայն կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել։ Վերջին ճեպազրույցում պնդեց, թե իր տեղեկությունների աղբյուրը ժողովուրդն է։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում։ Իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Դատարանը չի կալանավորել էկոնոմիկայի նախկին նախարարին եւ նույն գործով անցնող մյուս 8 հոգուն։ Քերոփյանը այս անգամ անցնում է շուրջ 17 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ կոռուպցիոն գործով, մեղադրանքը չի ընդունում։ Ռուսական նավթ եւ գազ ներմուծող հունգարական ընկերությունները հաջորդ տարի չեն ենթարկվի Միացյալ Նահանգների պատժամիջոցներին։ Սպիտակ տան պաշտոնյան է այս մասին հայտնել Թրամփ-Օրբան բանակցություններից հետո։ Կասկադի անավարտ հիմքերը կքանդվեն, ճարտարապետներն անհանգիստ են, պնդում են առաջարկվող նախագիծը թամանյանական Երևանի հետ կապ չունի։ Այդտեղ շատ զգուշ է պետք լինել։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոփյանը եւ նույն գործով անցնող 8 անձինք չեն կալանավորվել։ Առավոտյան այդ մասին Facebook-յան իր էջում հենց Քերոփյանն էր գրել։ Հոգատար մարդիկ, ինձ հետ ամեն ինչ լավ է։ Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև 5 տարի քննվող եւ ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր 1 տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար մեղադրանքը չեմ ընդունում։ Սիրով։ Քերոփյանը երեկ էր ձերբակալվել, նրա տանը իրավապահները խուզարկություն էին իրականացրել, ձերբակալությունը սակայն կապ չի ունեցել Քերոփյանի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ։ Այս անգամ էկոնոմիկայի նախկին նախարարը անցնում է շուրջ 17 տարի առաջ տեղի ունեցած կոռուպցիոն գործով։ Վահան Քերոփյանին մասնավորապես մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքներ։ Թե Վահան Քերոփյանը կոնկրետ ինչպես է հանցավոր կազմակերպությանն մասնակից դարձել եւ ներգրավել փողերի լվացման գործում, քննչականը չի հստակեցնում։ Այդ տարիներին Քերոփյանը Star Divide փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն էր։ 50-ամյա Վահան Քերոփյանը վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ էկոնոմիկայի նախարար նշանակվեց 2020 թվականին։ 4 տարի անց նա ազատվեց պաշտոնից եւ անմիջապես կալանավորվեց։ Նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։ Ըստ քննչականի 2023-ին էկոնոմիկայի նախարարությունը մրցույթին մասնակցող ընկերությունների միջև ընտրություն էր կատարել ավելի բարձր գին առաջարկած Synergy-ի օգտին, մինչդեռ Քերոփյանը չի ընդունում մեղադրանքը եւ շարունակում է պայքարել արդարացման համար։ Այս գործը արդեն դատարանում է։
Երևանի քաղաքապետարանը այս շաբաթ հայտարարեց, որ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի Կասկադի անավարտ հատվածի կառուցապատման ծրագիրը մտնում է գործնական փուլ։ Կասկադի վերևի հատվածի հին հիմքերը կքանդվեն նոր նախագծի համար տեղ բացելով։ Ճարտարապետներին մտահոգել է նոր նախագիծը, թամանյանական Երևանը ապականվում է։ Երևանի խորհրդանիշներից մեկի Կասկադի անավարտ հիմքերը կքանդվեն։ Չնայած ճարտարապետների մտահոգություններին, Երևանի քաղաքապետարանը շաբաթվա սկզբին հայտարարեց. համալիրի կառուցապատման ծրագիրը մտնում է գործնական փուլ։ Օրերս ստացել ենք կառավարության համաձայնությունը, որով հաստատվել է ներկայացված ներդրումային ծրագիրը։ Հաջորդիվ կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում արկա փոսորակում, որը որ առաջացել է նախորդիվ սկսված շինարարական աշխատանքներից եւ անավարտ մնացած շինարարական աշխատանքներից հետո այդտեղ արկա հիմքերի քանդման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի այդ հատվածում նախագիծը իրականացնել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սոնա Թևանյանի խոսքով ներդրողի հետ կկնքվեն պայմանագրեր, որտեղ հստակ կսահմանվի ինչպես է կառուցվելու Կասկադի նոր հատվածը եւ ինչպես են օտարվելու հարակից հողամասերը։ Գրեթե մեկ դար առաջ Ալեքսանդր Թամանյանի մտահղացած ու միայն 70-ականներին Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի նախագծած Կասկադը այդպես էլ մինչեւ վերջ չկառուցվեց։ Ժամանակ առ ժամանակ վերականգնման փորձեր եղան, բայց տարբեր պատճառներով Երևանի խորհրդանիշներից մեկը ավարտուն տեսք այդպես էլ չստացավ։ Կասկադ համալիրի վերին հատվածին ամանավանդ կառուցման վերաբերյալ կոնսենսուսի դժվար հասնենք որևէ պարագայում, բայց այնուամենայնիվ որոշակի փուլերով անցած նախագիծ ունենք։ Քաղաքապետ Ավինյանը սա տարեսկզբին էր ասել եւ շեշտել. մտադիր են 5 տարում ավարտել տասնամյակներ շարունակ կիսատ թողնված գործը, բայց սեփական կետից։ Իսկ այդ կետը GTB Development ընկերությունն է։ Հենց այս ընկերությունը հաղթեց Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում, որը ըստ քաղաքապետարանի միակ հայտատուն էր։ Նախագծի իրականացման համար էլ խոստացան 20 միլիարդ 46 միլիոն դրամի ներդրում։ Ըստ Պետրեգիստրի հաղթող ընկերության 2024-ի հոկտեմբերի 24-ին հիմնադրված GTB Development-ի 97.5%-ի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Նա ավականում ԿՊ-ի հետ կոալիցիա կազմած Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր Արմեն Սարգսյանի փեսան է։ Նախատեսվում է ներդրողին օտարել շուրջ 7 հեկտար համայնքին պատկանող հողատարածք, որտեղ կառուցվելու են բազմաֆունկցիոնալ համալիրներ, այդ թվում համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան։ Կասկադը վերջապես կստանա իր լիարժեք տեսքը։ Այսպիսի Կասկադ պատկերացնում է հաղթող կազմակերպությունը։ Մտահոգություններ ունեմ խորը, որովհետև այդ Կասկադը մնացել է ոնց որ մի օազիս քաղաքում, որին ձեռք չի տրված եւ չի ապականված։ Սրտնեղած է Կասկադի համալիրի հեղինակ Ջիմ Թորոսյանի դուստրը Անահիտը։ Ազատության հետ նրա զրույցը կարճ էր, բայց մտահոգություններն էին շատ։ Իհարկե, ես գիտեմ, որ այդտեղ մնացել է կիսակառույց, ցավոք սրտի։ Եվ իհարկե վաղ թե ուշ դա պիտի ինչ որ ձևով այդ հարցը կարգավորվի։ Բայց տեսնելով թե այսօր քաղաքում ինչ է կատարվում, ինչ աղետալի ուղղակի բաներ են տեղի ունենում, ես ունեմ շատ մեծ մտահոգությունների։ Իմ հայրը իրեն կյանքը դրել է այդ կառույցում։ Կասկադը այն կառույցն է, որ շատ երկար տարիներ, այսինքն կառուցել է եւ ասում եմ, կյանքը հոգին սիրտը դրած է այդտեղ։ Ես ունեմ շատ խորը մտահոգություն, որովհետեւ տեսնելով թե այդտեղ ինչ ա ուզում դրվել, դա ամբողջովին ուղակի վերացնելու է այդ կառույցը։ Այդտեղ ծանր որևէ կառույց իրավունք չունի լինելու։ Թող լինեն թանգարաններ, համերգասրահներ, Կասկադը հենց սկզբից մշակութային կառույց էր նախատեսված։ Ճարտարապետի դուստրը հոգատար վերաբերմունք է ուզում տեսնել այս գործում։ Եվ ինչ ձևով արվել այդ դահլիճը, ինչ գեղագիտությամբ, ինչ մասշտաբների, այդտեղ շատ զգուշ է պետք լինել։ Դեռ անցած տարի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը համալիրի արդիականացման 2 նախագիծ էր ներկայացրել, որը մշակել էին ամերիկյան եւ ֆրանսիական ընկերությունները։ Ակտիվ քաղաքացի հարթակում քվեարկող երևանցիները ձայների մեծամասնությունը տվել էին ֆրանսիական նախագծին։ Հենց այդ ընթացքում էլ մի շարք ճարտարապետներ սկսեցին բողոքել։ Քաղաքապետարանը այլընտրանքի հնարավորություն չի տվել, ի սկզբանե կենտրոնանալով 2 հեղինակների նախագծերի վրա, որոնք ըստ մասնագետների որևէ առնչություն չունեն Կասկադի հետ։ Քաղաքը ապականում ենք
եւ կարող է հասնել այնպես մի կետ, որ անդրադարձ չկարողանանք ունենալ։ Դարձյալ բարձրահարկներով փակվում է քաղաքը։ Իր բողոքի ձայնը ամենասկզբից բարձրացրեց Կասկադի նախկին նախագծի համահեղինակ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։ Փոսորակը լցնելով չխախտել, մտածած ուրեմն դեպի վերև գնացող այդ գորգի գաղափարը, որը ինքը սփռվում է դեպի օպերա, դեպի քաղաքի կենտրոն, դեպի Թամանյանի արձան։ Իսկ սա ըստ Մխիթարյանի գաղափարը պահելու փորձ էր վերից վար կապել թամանյանական քաղաքը։ Ջիմ Թորոսյանի ընտանիքում այդուհանդերձ մտավախություն կա, որ հնի իմիտացիան էլ կարող է վտանգավոր լինել։ Երբ որ արդեն անկախությունից հետո սկսեց նորից վերասկսվեց շինարարությունը, նա ամեն աստծոր եւ ես չեմ չափազանցնում, ամեն աստծոր կանգնած է եղել շինարարության գլխին եւ անընդհատ բանա փոխել։ Հասկանում եք ինչ եմ ասում, այսինքն դոգմատիկ կերպով վերցնել 40-50 տարի, 60 տարի առաջվա նախագիծը դնել այստեղ, նույնպես սխալ է։ Դա միևնույն է չի լինելու Ջիմ Թորոսյանի արածը։ Կասկադը ի վերջո պետք է կառուցվի։ Սա թերևս միակ միտքն է, որի շուրջ կա համընդհանուր համաձայնություն։ Բայց ինչպես։ Հենց այս հարցն էլ մտահոգում է բոլոր նրանց, ովքեր տևական ժամանակ է տեսնում են, ինչպես է վարդագույն քաղաքը օր-օրի կորցնում իր տեսքն էլ, գույնն էլ։ Միջազգային լրահոսից ռուսական նավթ եւ գազ ներմուծող հունգարական ընկերությունները հաջորդ տարի չեն ենթարկվի Միացյալ Նահանգների պատժամիջոցներին, Սպիտակ տան պաշտոնյան է այս մասին հայտնել։ Որոշման մասին հայտարարվեց Դոնալդ Տրամփի եւ Վիկտոր Օրբանի միջև Վաշինգտոնում երեկ կայացած հանդիպումից հետո։ Հունգարիայի վարչապետի այցի հիմնական նպատակներից մեկը ռուսական նավթ եւ բնական գազ գնող հունգարական ընկերությունների նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից երկրորդական պատժամիջոցների կանխումն էր։ Նա նշել է, որ Ռուսաստանից էներգակիրների շարունակական ներմուծումը կենսական նշանակություն ունի Հունգարիայի համար։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով 2024 թվականի Հունգարիայի նավթի ներմուծման 86%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Ըստ ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի եւ էներգիայի եւ մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրության Հունգարիան կարող է հրաժարվել ռուսական նավթից, այն փոխարինելով Խորվաթիայի տարածքով Ադրիա խողովակաշարով մատակարարվող նավթով։ Հունգարիան եւ Սլովակիան Եվրամիության միակ անդամներն են, որոնք շարունակում են ներմուծել ռուսական նավթ։ Հոկտեմբերի վերջին Դոնալդ Տրամփի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների Ռոսնեֆտի եւ Լուկոյլի դեմ։ Վերադառնանք Հայաստան ու խոսենք մի խնդրի մասին, որը ցավոք լուծում չի գտնում տարիներ շարունակ։ Կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքը։ Հիմա էլ զոհը արջերն են։ Այս արջի ոտնաթաթերն արյունոտ վերքերի մեջ են, գիշատիչ կենդանուն տարիներ շարունակ պահել են փոքրիկ վանդակում եւ սառցակալած բետոնի վրա, եւս 5-ին հյուրանոցային համալիրի եւ բնակելի տարածքում։ Երկար տարիներ գտնվում էին բակում, բակային տարածքում, իրենց քաղաքի մեջ, առանց սանիտարահիգիենիկ պայմանների, առանց համապատասխան ճիշտ կերակրման, առանց բուժական միջամտությունների եւ շատ զարմանալի էր, որ այդ կենդանիները այնքան գենետիկապես ուժեղ են, ամուր, որ կարողացել էին ուրեմն դիմակայել այդ փորձություններին։ 2015-ից վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայաստանում 45 արջի է գերությունից ազատել եւ ուրցաձոր տեղափոխել, բայց 10-ից ավելի կենդանիներ դեռ մնում են անազատության մեջ։ Մեր հաշվարկներով մենք ունենք դեռևս ավելի քան 15 արջեր, որոնք որ կարիք ունեն այս պահի դրությամբ ուրեմն արգրավման կամ փրկության նմանատիպ տարածքներից դրանք ռեստորաններ են, անհատների տներ են, գազալցակայաններ են եւ այլն։ Տարիների ընթացքում այս կենդանիները ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական խնդիրներ են ձեռք բերել։ Մարդը, որը գողացել է կենդանուն բնությունից,
ամբողջ իր ֆիզիկական եւ հոգեբանական աշխարհը խառնել է իրար, խաթարել է, հիմա նույն մարդուն շատ երկար ժամանակ է պետք ծախսել կրկնակի եւ ավել, որպեսզի կենթանում կարողանաս հետ վերադարձնել, այն էլ չես կարող ասել, կարող ես արդյոք ամբողջական դա անել, թե ոչ։ Երբ որ ինքան նաեւ գիտի հետազոտության սահմանները, բանտարկելուց հետո չկարողանում հաշտել ու դա եւս բերում է իր հոգեբանական խեղումների։ Այս երկուսն արդեն 7 տարի է ուրցաձորում են ազատության մեջ, մինչև հիմա մասնագետներն աշխատում են կենդանիների հետ, խաղերի միջոցով կերակրում փորձում վերականգնել։ Սկզբից ուտում են իրենց սիրելի մթերքները, իրենք ունեն նախընտրություններ։ Բայց գիշատիչների լիարժեք բնական կյանքն այլևս չեն կարող վերադարձնել։ Դարձերին հնարավոր չի հետո բաց թողնել, այդ որոնք որ երկար տարիներ գտնվել են անազատության մեջ, իրենք ամբողջ կյանքը ապրելու են մի քիչ ավելի լավ պայմաններում, ավելի մասնագիտացած, հանրության համար ոչ վտանգավոր, բայց նաև բարեկեցիկ կյանք։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutyon.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք, նախատեսել, հաջողություն։